Ջեբե ջան, պարոն Թաթոյան, այստեղ դուք մեր գործընկերների հարցերին, նմանատիպ հարցերի տարբեր պատասխաններ լսեցինք, որ տվեցիք, համագործակցության հետ կապված, ասեցիք իշխանության օրակարգը եւ այլն։ Ինչքան էլ որ դուք ասեք, որ անցյալի քննադատություն չի լինի, նախկին ներկա այդ դաշտ չեք մտնի եւ այլն, ես ձեզ ուղիղ կհարցնեմ այդ հիմնական մեղադրանքը, որը կա նոր ստեղծվող, դեռ ստեղծման մեկնարկին գտնվող ձեր ուժի հետ կապված։ Դուք Սերժ Սարգսյանի պրոյեկտն եք, թե չէ, ուղիղ ասեք, հա, թե չէ, որովհետև նոր եք ստեղծվում եւ մարդիկ պիտի իմանան ձեզ ընտրելով ով կա ձեր հետևում, արդյոք Արբանյակ կուսակցություն եք, թե չէ, սպառեք, խնդրում եմ այս հարցը։ Հաջորդը, որ ասեցիք անցյալի քննադատություն չի լինի, անցյալ ասելով նկատի ունեք մինչև 2018-ը, թե 18-ից հետո էր, այսինքն դուք գնահատական չեք տալու այս իշխանության արածների եւ որ գաք իշխանության։ Հաջորդը ձեր, այսպես ասեմ, ակուրատնի կերպարի հետ կապված գերազանցիկի, սովորաբար քաղաքական դաշտում գերազանցիկի կերպար ունեք։ Տեսեք, մեր դաշտում նաև Փաշինյանի լեքսիկոնը նկատի ունենալով, ասում են ընդդիմությաններ էլի ոչ պակաս, ող, թալանչի, դավաճան, ող հանձնող, տականք, վիժված, ավելի չխորանամ։ Հիմա դուք այս խոսույթի մեջ, երբ որ ընտրության մարդիկ գնում են մուրճով, այս տիպի սուր կտրող ծակով եւ բութ գործիքներով, ձեր գործիքը այդ ձեր կերպարի մեջ որն է, ինչով եք դուք պատասխանելու ձեր հասցեին այդ սուր հայոյախոսական հնարավոր է մեղադրանքներին։ Հաջորդը, ով մտնում է քաղաքականություն, ասում են, որ իշխանականները էլ, ասում են, որ այս գալիս է գուբերնիա սարքելու մեր պետությունը, խնդրում եմ ասեք մեր պետությունը ուր եք դուք տանելու աշխարհաքաղաքական որ վեկտորին եք դուք հավակնում եւ մտածում եք իրենց հետ ճանապարհանցնել։ Մի հարց է, քանի որ այստեղ ոնց նկատում եմ սիվիկից կամ իշխող ուժի մամուլից ներկայացուցիչ չկա, ես իրենց թերթերում, այսպես ասած, հնչած մեղադրանքին եմ ուզում անդրադառնալ, պատասխանեք, մասնավորապես ասում են, որ դուք այս ձեր սիմվոլը, խորհրդանիշը Պեգասի միասնության թևերի հետ կապված, ասում են քուրկիկ ջարալի փոխարեն հունական դիցաբանությունից եք ընտրել, խնդրում եմ բացատրեք ձեր խորհրդանիշները նաև շնորհակալ։ Դու շնորհակալություն, քանի որ շատ հարցեր տվեցիք, պետք է խնդրեմ չնստեք, որ ինձ որ ասեք հարցերը միասին, այսինքն ես կպատասխանեմ, բայց դուք որ ինձ օգնեք որևէ բան, որ հանկարծ բաց չթողեմ։ Առաջինը, դուք որտեղ լսեցիք, Ռիփսիմե, ես որ ասեմ անցյալի չեմ քննադատելու։ Ես հենց նոր ասացի, որ այում երություն այդպիսի բան չկա, որ անցյալը չեմ քննադատելու, մի րոպե։ Բայց եթե ես չասեի, եթե ես հանկարծ ասեի անցյալը չեմ քննադատում, բայց ո՞նց քիչ առաջ խոսում էի օլիգարխների մասին, կլանային համակարգի մասին, մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին։ Բայց ես ո՞նց կխոսեի, մարդու իրավունքների պաշտպանն եմ եղել, ամենաշատը ես եմ խոսել այդ խախտումների մասին։ Ես ազգային ժողովում ուղարկած իմ զեկույցով ասել եմ, որ իշխան ընտրությունների 2017 թվականին եմ ասել։ Ասել եմ ընտրությունների արդյունքները այնքան վստահություն չեն, ներողություն, այնքան շատ են խախտումները, որ վստահություն չեն ներշնչում պետական մարմինների հանդեպ։ Ես եղել եմ այդ մարդու իրավունքների պաշտպանը։ 2008 թվականին ես մոնիտորինգ եմ արել Մարտի 1-ի ամբողջ հավաքները։ Եվ ես եղել եմ այն զեկույցի աշխատանքային խմբի ղեկավարը, որ հրապարակել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որի պատճառով երկրորդ նախագահը նրան ասաց իմ հանաջող կադրն է։ Ես եղել եմ այդ զեկույցի աշխատանքային խմբի ղեկավարը։ Դուք ասում եք ես նախկինին գնահատականներ չեմ տալիս։ Իմ երևույթում այդպիսի Ռիփսիմե ջան, այդպիսի բան չեմ արել։ Ես իմ խոսքին տեր եմ։ Տեսեք, հակադրություն իմ տեսաուղերձում էլ կա, առաջնորդվել ոչ թե նախկինի հակադրություններով, այլ հանուն երկրի միավորման ու առաջընթացի եւ հանուն արդարության։ Հիմա շարունակեմ պատասխանս։
Նախկինում խնդիրներ եղել են, իհարկե եղել են։ Ես մեծածավալ զեկույցներ եմ հրապարակել բոլոր ոլորտներում։ Առաջի զեկույցը, որ հոգեբուժական հաստատությունների հետ կապված երկու մեծագույն զեկույցներ են ուղարկել, քրեական գործեր հարուցվեցին, մարդիկ ազատվեցին աշխատանքից, մարդկանց մոռանում էին տարիներով հոգեբուժարաններում, հիմա հոգեբուժական հաստատություններում քրեակատարողական հիմնարկում այդպես սարսափելի վիճակ է, ընդ որում ասեմ ձեզ, մենք իշխանության երբ գանք, նաև անպայման մտածելու ենք համաներում հայտարարելու մասին, բայց կոնկրետ հիմնված հստակ սկզբունքների, կանոնների վրա, ոչ թե որ այս իշխանությունը արեց սկզբում, հետո բոլորին նորից էլի 1000 ներողություն բառի համար հավաքեցին, լցրեցին քրեակատարողական հիմնարկները։ Դրանք բազմաթիվ են, այսինքն իմ զեկույցներում դրանք ներառված են, առկա են, եւ բացի զեկույցները, դրանց մասին անընդհատ եմ, ընդ որում ես մարդ եմ, ով հրապարակային է խոսել դրանց մասին։ Եվ հետևաբար գնահատականները տալիս եմ, ես հենց հիմա եմ տալիս, ինչի դուք ասացիք իշխանության գալուց հետո, բայց ես չեմ սպասում, որ ես իշխան, ես հիմա եմ գնահատականներ տալիս։ 90-ական թվականներից, այո, եղել են խախտում, երես այդ ժամանակ պարզապես դեռ մի մասը դպրոցական եմ եղել, մի մասը ուսանող եմ եղել, բայց կապ չունի, հետո արդեն երբ մասնագիտական որակավորումը ստացա, սկսեցի աշխատել, հասկացա, որ շատ խնդիրների ակունքները այնտեղից են գալիս, 90-ականներից են գալիս, այդ թվում մարդու իրավապետության պատասխանատու լինելը եւ այլն։ 2000-ական թվականներ ասեցի, որ անմիջական մասնակցություն եմ ունեցել այդ բոլոր գործընթացներին։ Սկսած փակ հաստատությունները ամեն օր գրեթե այցերից, Հյուսիսային պողոտայի 2000-ական թվականների Հյուսիսային պողոտան, որ կառուցում էին, հիշում եք, այնտեղ մարդիկ ինչքան տներ ունեին, որոնք քանդում էին։ Մենք ես հիշում եմ, գիշեր-ցերեկ այդ մարդկանց հետ էինք։ Այդ ժամանակահատվածում։ Այսինքն դրա համար ասեցի, պատահական չի, ես խնդիրները այնպես չի, որ ես դասագրքերից չէ, որ գիտեմ խնդիրները, ես անձամբ աշխատելով գիտեմ բոլոր խնդիրները։ 2008 թվականից սկսած քննարկենք մարդու իրավունքների համակարգային խնդիրները, ազատությունից զրկելու հետ կապված խնդիրներ, առողջապահական ոլորտի խնդիրներ, սոցիալական ապահովության ոլորտի խնդիրներ, առողջապահության համակարգը, այսօր առողջապահության համակարգը մինչև այսօր շարունակվում են խնդիրները։ Առողջապահության անվճար բժշկական օգնության համակարգը ամբողջությամբ պետք է փոխվի, վերափոխվի համակարգը։ Կատվածահար են արել ամբողջությամբ համակարգը։ Դեղերը տալիս են անվճար, մեր տատիկ պապիկներին տալիս են, որ դեղերը խմեն, բժիշկները անգամ մենք ունեինք դեպքեր, ասում էին այդ դեղերը մի խմի, լավը չեն, անվճար բժշկական օգնության շրջանակներում։ Մարդիկ ամիսներով սպասում էին կրթաթոշակի հերթերի, կար համակարգային կոռուպցիա կար, գնում էին մարդիկ թոշակ ստանալու, իրենց ասում էին այդ կբերես առաջին 1-2 ամսվա գումարը ինձ կտաս, թոշակը կնշանակենք, նոր կգնաս կստանաս։ Դե հիմա եկեք հիմիկվա խնդիրներին անդրադառնանք, չկան հիմա խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ են, չէ՞, քաղաքական ուղղորդմամբ քրեական հետապնդումներ։ Օրինակ, այդպիսի գործերը ակնհայտ են հայոց եկեղեցու երկու սրբազանների նկատմամբ քրեական հետապնդումները, դրանք քաղաքական մոտիվացիայով քրեական հետապնդումներ են եւ նրանք քաղաքական հրահանգների հիման վրա, հաշվեհարդարի հիման վրա բանտարկյալներ են։ Նույնը վերաբերում է Սամվել Կարապետյանին։ Նույնն է նրա գործը, սրանք բոլորը քաղաքական ուղղորդմամբ գործեր են։ Եկեղեցու հանդեպ կան ճնշումներ, կան, բայց ինչի կան ճնշումներ, որովհետև քաղաքական իշխանությունը ձեռնտու չի, այսինքն քաղաքական շահերով է պայմանավորված։ Այ դրա համար եմ ես ասում, որ մենք քաղաքական ազդեցություն չենք օգտագործելու երբեք մարդու իրավունքների, արդարադատության համակարգի, բոլոր մյուս բնագավառների համար։ Այսօր վարչապետը ասում է, ես ինձ համարում եմ եկեղեցու հետևորդ, դրա համար ես հավաքներ եմ անում, հայոց եկեղեցուն վիրավորում է եւ իբր շահագրգռված է, որ հայոց եկեղեցում որոշ հոգեվորականներ չէ, այդ բարձրաստիճան չլինեն։ Ակնհայտ չի, որ սա քաղաքական շահերով է պայմանավորված։ Շատ ներողություն, ում է հետաքրքիր ընդհանրապես վարչապետը առավոտը արթնանում է, այդ ինչ տրամադրությունով է արթնանում։ Լավ է տրամադրությունը, վատ է, առավոտը ջուր է խմել, թե մի բաժակ հյութ է ըմպել։ Ում է, ինքը վարչապետ է, ինքը պետք է կատարի իր պարտավորությունները։ Ինքը կարող է գնալ առավոտը մի հատ արկածների մի գիրք կարդալ, հետո գալ գրառումներ արել, կարող է գնալ մի հատ մելոդրամա կարդալ, գալ ուրիշ գրառումներ անել, բայց շարունակում է մնալ վարչապետ, չէ՞։
Դու պետք է լիազորությունները իրականացնես, ես քաղաքացի եմ, ինչա չի հետաքրքրում, դու այդ առավոտը ճիշտ տրամադրությունով ես արթնացել։ Դու կարող ես այդ առավոտը արթնանաս լրիվ ուրիշ կրոնական ուղղության կողմնակից լինես։ Մեկ էլ երեկոյան հայ եկեղեցական եկեղեցու կողմնակիցը դառնաս։ Բայց դա ինչ հետաքրքրում է։ Վարչապետ ես դարձել, որպեսզի քո լիազորությունները իրականացնես։ Մյուսը, քանի որ նախ շատ շնորհակալություն ես լավ հարցերը տվեցիք, ինձ հնարավորություն, ես մտածում էի չեմ կարողանալու անդրադառնալ այս հարցերին։ Մյուսը, եկեղեցու հետ կապված։ Տեսեք ինչ են անում գրառումներով։ Այսօրվա պաշտոնյաների բառապաշարը տեսեք, խուլիգանների բառապաշար։ Խուլիգանների, դրա համար ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, առաջին քայլը, որ մենք իշխանության գալուց հետո անելու ենք, նախ բացահայտելու ենք այդ ֆեյքերի ֆաբրիկաները։ Պատասխանատու հայտարարում եմ, հրապարակային բացահայտելու ենք, թղթով գալու եմ նստեմ քաղաքացիների անուններով հրապարակեմ, ովքեր են այդ ֆեյքերի ֆաբրիկաները ստեղծել, կառավարել, հովանավորել, ովքեր են այսքան ժամանակ տանջել, կեղեքել մեր ժողովրդին, թշնամացրել իրար հետ, ովքեր են ընտանիքներին մտել հայոյել։ Առաջին բաներից մեկը սա եւ հրապարակային ենթարկելու ենք պատասխանատվության այդ բոլոր պաշտոնյաներին։ Ես վստահ եմ այնտեղ շատ մարդու իրավունքների պաշտպան ժամանակ մեկի գլխին ատրճանակ ասի պետք է մնաս պաշտոնի, պետք է մնաս, այլ ասի, չէ, ես ուզում եմ գնամ, ուզում չի լինում այդպիսի բան։ Հետևաբար այս պատասխանատվության մասը շատ կարևոր է։ Այսինքն սա գնահատականների մասով եւ մի բան էլ դրական հարցեր չեն, իհարկե եղել է։ Մենք ունեցել ենք, ինչպես ասացի, Կարեն Սերոպի-Դեվիրջան, ում օրոք զարգացումները դրական եղել են։ Մենք ունեցել ենք հանրապետության առաջին նախագահը, ում ժամանակ հաղթել ենք պատերազմում։ Մենք ունեցել ենք հանրապետության երկրորդ նախագահը, ով նաև Արցախի նախագահն է։ Մենք եղել են, որ միակ նախագահն է նա բոլոր նախագահներից։ Մենք ունենք հանրապետության երրորդ նախագահը, ով Արցախի հերոսամարտում հաղթանակներ տարած նախագահ է։ Մենք ունենք այն ինչ ունենք։ Եվ այսինքն ես էլ ալակալի եկա։ Այսինքն այս խնդիրները, գիտեք, նախկինի հետ կապված ես ասում եմ ուրիշ բան, ես չեմ անձնավորում, ես չեմ մտնում անձերի պայքարի մեջ, հասկանում եք, այսօր Հայաստանի Հանրապետության համակարգը այնպես է դարձել, որ իրար մեջ մրցում են իրար հետ, ինչի են իրար հետ մրցում, մեկը ուզում է ցույց տա, որ ինքը ավելի լավն է, քան հաջորդը, մեկը ուզում է ցույց տա, որ ինքը ավելի իրանից այն նախորդը, որ եղել է, ինքը ավելի լավն է։ Եվ էլի նորից հակառակ իրավիճակն է ստեղծվում, որ մյուսն էլ ուզում է գա իշխանության, որ ցույց տա, որ այն ժամանակ ես որ կայի, այն ժամանակ ավելի լավ էր, հիմա էլ ավելի լավ լինելու։ Ես չեմ անձնավորում, նորից եմ ասում, ես համակարգային եմ խոսում, ես այդպիսի մարդ եմ, ինստիտուցիոնալ եմ խոսում։ Դրա համար ինձ համար կարևոր են ինստիտուտները։ Ես իմ ելույթում հատուկ ասեցի, ոչ թե ավտորիտար պոպուլիստներ, այլ ինստիտուտներ։ Հիմա իմ բառապաշարի հետ կապված։ Հիմա դուք ինչ եք դրանում ուզում ասել, դուք վիրավորում եք գերազանցիկներին, ասենք լավ սովորելը գերազանցիկով է, մարդով լավ է սովորում, այո ես լավ եմ սովորել, ես դպրոցում գերազանցիկ եմ եղել, լավ եմ սովորել, ես համալսարանում լավ եմ սովորել, կարմիր դիպլոմով եմ ավարտել, ես դրա շնորհիվ է որ գիտեմ 4 լեզու, ես դրա շնորհիվ է որ գնացել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական բիզնես դպրոց եմ ավարտել, գնացել եմ իրավունքի դպրոց եմ ավարտել, գնացել եմ ռուսերեն էլ գրել եմ իմ դիսերտացիան տեխնացուական ատենախոսությունը, որի առաջի օպոնենտն էլ եղել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունից։ Դրա շնորհիվ եմ ես եղել, չէ՞։ Դրա շնորհիվ եմ ես կայացել եւ հասկանում եմ իմ գործը, հասկանում եմ ինչ պետք է անենք։ Այսինքն դուք ինչ եք ուզում ասել, ուրեմն գերազանցիկ մեր երեխաներին հիմա ինչ ուղերձ, կներեք, չեմ ուզում վիրավորեմ, բայց գերազանցիկ ասելով հիմա դրա ինչ որ վերնագրերը դնեն, մեր երեխաներին ինչ ուղերձ եք հղում, որ գերազանցիկ լինելը վատ բան է։ Դուք ինչա ուզում եք այս իշխանության նման խուլիգան բառապաշարով ես խոսել։ Ես կարող եմ խոսել այդպես, դուք գիտեք ես չեմ կարող խոսել այդպես։ Մի օր առիթել է ես իմ կպատնեմ իմ մանկությունը, ես ինչ ճանապարհներով եմ անցել, ինչ դժվարություններով եմ անցել, ինչ կռիվներով եմ անցել, ինչ ծեծ ու ջարդ եմ կերել եւ այլն եւ այլն։ Բայց ուկրաիներեն, անգլերեն, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն էլ սովորում եմ։ Այսինքն դուք ինչ եք ուզում ասել դրանով, մենք այս իշխանությունների նման խոսենք, ես կարող եմ այդպես խոսել։ Ես որ գնամ մեր քաղաքացիներից հանդիպելու, դուք ինչ եք կարծում եք, ես կոստյումով հագնելու եմ, փողկապս կապելու եմ, այսպես գնամ նստեմ խոսեմ։
Ես ձեր մոտ եմ եկել, մեր ժողովրդին ես ներկայանում եմ որպես Արման Թաթոյան, սա իմ կերպարն է։ Իմ կերպարն է նաև գնալ մարդկանց հետ նստել խոսել։ Այո, երբ ես փոքր էի, ես եւ գյուղատնտեսությամբ եմ զբաղվել իմ ընտանիքի հետ, առիթը կգա կխոսենք, ես կպատմեմ այդ ամենը։ Գյուղատնտեսությամբ ենք զբաղվել, ես գիշե ամեն առավոտ շատ լավ հիշում եմ արթնանում էի մեր ընտանի կենդանիներին, այսպես գերազանցիկի պես արտահայտվեմ։ Կերակրում էի, գնում էի դպրոց, դասից գալիս էի տուն, մինչև հաց ուտելը նորից նրանց կերակրում էի իմ հոր հետ միասին, հետո մշակում էինք մեր հողը, ձնելը լավ հիշում եմ աշնանն էլ խաղողը ծածկում էինք հողով, որպեսզի ցուրտը չտանի։ Հələ դեռ գնում էի խոտ էի հնձում բերում իմ այդ կենթայիների համար չորացնում էի, ընդ որում պետք է լավ չորացնեի, որովհետև եթե հանգած մի քիչ վատ չորացնեի, կփտեր խոտը խոնավությունից։ Ոչ Հայաստանում։ Խոտ հնձելու էի, գնում ամեն օր, հələ մի անգամ էլ հիշում եմ, այդ վարչական շրջանի ղեկավարը եկավ Գերանդին թաքնվել էի խոտերի մեջ, որ ինձ չտեսներ, եկավ խոտերի մեջից ինձ տեսավ կանգնացրեց մեքենա, Ժիգուլի մեքենա էր։ Այդ Գերանդին տարավ վարչական մաս, ասեց պապայիդ կասես երեկոյան կգա բան ունեմ ասելու, իմ հորը ճանաչում էր։ Հայրս երեկոյան գնացել վերցրել, եկավ իհարկե, այսպես մի փոքր զայրացավ իմ վրա, բայց դե երևի բայց ուղղակի նրա համար ես սխալվել էի, այնպես էի թաքնվել, որ ինձ գտել էր։ Այսինքն ուզում եմ ասեմ, դուք գիտեք, մենք ինչ ուղերձ ենք փոխանցում մեր հանրությանը։ Առանց այդ 90-ական թվականներից սկսած սովորելը ծաղրել են միշտ։ Չէ՞, հիշում ենք բոլորս, դուք էլ այդ մոտավորապես երևի սերնդի առումով նույնն ենք։ Ինչքան վիրավորվել են մարդուն, երաժիշտերին վիրավորել են նրան, դուք կարծում եք այս պաշտոնյաները ինչ կրթական համակարգի արդյունք են։ Ինչ կրթական, բոլորը չէ, բայց այն որ խուլիգանական բառապաշար են օգտագործում։ Ինչ համակարգի արդյունք է։ Այն կրթական համակարգի արդյունք են, որ առանց արժեքներ մարդիկ ամեծացրել, եկել են հիմա պաշտոնյաներ են դառել։ Դրա համար գիտեք, այստեղ մի ուրիշ բան էլ կա։ Մեր ժողովրդին վիրավորելու իրավունք ոչ ոք չունի, չէ՞։ Տարբեր բառապաշարներով վիրավորում են։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինչ ասես ասում են, լավ այդ բառերը որպեսզի չասեմ մեր ժողովրդին։ Ու ես միշտ զայրանում եմ։ Դուք ինչ իրավունքով եք մեր ժողովրդին վիրավորում։ Անդիմությունը ինչ նախկինում երբ մարդու իրավունքների պաշտպանը ես հավասար բոլորին քննադատում եմ, ասում եմ դուք ինչ իրավունքով եք վիրավորում մեր ժողովրդին։ Այս ժողովուրդը այն մարդիկ են, որոնք դաստիարակվել, մեծացել են կրթական համակարգով, կոդով ազգային ինքնությամբ հայ են, դա իրենց առաքինությունը պահում է, բայց դա պետք է դաստիարակել նաև առաքինի քաղաքացի։ Դրա համար մենք մեր կրթական համակարգը փոխելու ենք, մենք արդեն դա արձանագրեցինք։ Հստակ պետք է լինի հստակ արժեքային հենքի վրա կրթական համակարգ, անվճար, բոլորի համար, երաշխավորված, որ մարդիկ կարողանան կրթություն ստանալ։ Թե չէ հակառակ դեպքում մեր բոլոր ղեկավարները կլինեն առանց համապատասխան կրթության։ Ինչ հակառակը մենք պետք է խրախուսենք այդ այսպես գերազանցիկությունը, այսպես ասեմ։ Ինձ թվում է դա բրենդ կդառնա։